Ասեք, սպասելի էր, այո, այս ամեն ինչը, նույնիսկ ինձ համար սպասելի էր, որ ընտրություններից առաջ կարող է մեծ բում շոու անել Նիկոլ Փաշինյանը։ Սա Դուշունկա օպերացիայի նման մեծ շոու է, ու այս քաղաքական հետապնդումները 8 տարի է Ռոբերտ Քոչարյանի նրա ընտանիքի հանդեպ իրականացվում է։ Տեսել եք բազմիցս քրեական գործերով էր անցնում, արդարացումներ են եղել, ուղղակի Նիկոլ Փաշինյանը չի մարսում, երբ որ ժողովուրդը իր մի քանի աջակից ասում են ինչի չես բռնել, բայց քաղաքացիների ասելը հիմնավոր չի, եթե մի քաղաքացի պահանջում է ինչ-որ բան, մենք ունենք իրավական, ըստ Նիկոլ Փաշինյանի պետություն պետք է իրավական գործընթացներում քննվի գործերը, իսկ իրավական գործընթացներում քննվել էր գործերը եւ եղել էր այսինքն գործերի կարճում, օրինակ մարտի 1-ի հետ կապված գործերը, սահմանադրական դատանի վճիռները, իսկ քանի որ հիմա Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Ալիևյան ծրագրեր իրականացնել Հայաստանում, փորձում է վաղ սերմանել ընդդիմադիր հայացքներ ունեցող ամբողջ հասարակության մեջ եւ այդպիսով ցուցադրում է հանրությանը, տեսեք Ռոբերտ Քոչարյանին ես ուզում եմ ձերբակալեմ, դուք պիտի վախենաք, բայց մեր քաղաքացիներին ես կոչ եմ անում, որ չվախենալ ես իշխանություններից, այս իշխանությունները ամենավախկոտ իշխանություններն են, միայն ուժային կառույցների ներքո են իրենք կարողանում ուժեղ թվալ, իսկ եթե կփորձեն ձերբակալել, թող ձերբակալեն, մենք սովոր ենք դրան, մենք պատրաստ ենք դրան եւ մենք պայքարելու ենք այնքան, մինչեւ Նիկոլ Փաշինյանը հեռացվի, իսկ ինչ մնում է, որ փորձում են ասել ընդդիմությունը չի պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ, այդպիսի թեզեր է շրջանառվում, ասեմ ավելին, եթե չի պայքարում, բա ինչի են մեզ ձերբակալում միայն, բա ինչի միայն Facebook-ով գրառումների հետ գրողներին չեն ձերբակալում, երբ որ տնից նստած պայքարում են։ Փաշինյանը ընդդիմությանը ճնշում է ձերբակալություններ, կալանավորումներ, որ այդ թվում Բաքվի պահանջները կատարելու համար խոչընդոտներ չունենա։ Այո, ես դա էի ներկայացնում, որ Բաքվի պահանջները երեկվա ազգային ժողովի Նիկոլ Փաշինյանի ելույթները, թե ցեղասպանության հետ կապված, թե սահմանադրության փոփոխության հետ կապված, ինքը հասկանալով, որ ազգային ժողովում չունի այն մեծամասնությունը, որ կարող է սահմանադրությունը փոխել, այդ իսկ պատճառով հիմա վախ է սերմանում, փորձում է այլ մեթոդներ կիրառել, կարծում եմ հանդիմությունը չպետք է տրվի Նիկոլ Փաշինյանի այս վախի մթնոլորտին եւ պետք է համառ պայքար տանի Նիկոլ Փաշինյանին թողնելով միայնակ իր փոքրամասնության զայների հետ միասին եւ Նիկոլ Փաշինյանը խոստում է տվել Ալիևին, փորձելու է կատարել դա ապօրինի կերպով, ինչպես ապօրինի այսքան ժամանակ սահմանադրության խախտելով ժողովրդի մեջքում, ժողովրդին ներկայացնելով իբր թե ժողովուրդն է պահանջում, բայց ժողովուրդը չի պահանջել նման բաներ, ինքը ժողովրդից չի հարցրել, երբ որ գործողություններ արել Հայաստանի տարածքների հետ կապված, նաև Արցախի հետ կապված։ Մանդատ են տվել, ձայները ուրեմն մանդատ է։ Տեսեք, նա ձայների ձայնագողություն է կատարել այս ընտրություններում, մի մեծ 5 մանդատ է գողացել, դա բոլորս տեսել ենք, ոչ միայն 5 մանդատ է, պետական ամբողջ վարչական լծակները օգտագործելով, այդ նույն ուժային կառույցները օգտագործելով այս քվեները ստացել, այդ իսկ պատճառով փորձելու է Ալիևյան պահանջները իրականացնել։ Պարոն Սարգսյան, ասում եք ընդդիմությունը պետք է պայքարի դուրս տա այս ամեն ինչը, բայց ընտրությունների արդյունքներով մենք փաստորեն տեսանք, որ ընդդիմությունը չի կարող պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, որովհետև թեև այս պայն խորհրդարանացած երկու խմբակցությունները չեն հավաքել այնքան ձայն, որքան հավաքել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայնակ։ Ասեք, ես ներկայացրեցի, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն քվեագող է, գողացել է ձայները, այլև պետական ամբողջ ռեսուրսն է օգտագործել կեղծելով ընտրությունների արդյունքները։ Ասեմ, ես չգիտեմ ով է ընտրակաշարք բաժանել, թե չի բաժանել, իշխանությունը, ես չեմ իշխանությունը իրենք են եղել, դրա գնահատականը իրենք թող տան քննչական մարմիններով, բայց ոչ թե այն քննչական մարմինները, որոնց ղեկավարներին օրը մեջ SMS-ով փոխում է, այսինքն հրանք չկատարելու հիմքով կարող է ուժային կառույցի ղեկավար մեկ գիշերում փոխել, ինչպես տեսել ենք նույն ազգային անվտանգության ծառայության պետերին մեկ գիշերում փոփոխություններ են տեղի ունենում, որը անթույլատրելի է Հայաստանի Հանրապետությունում, ազգային անվտանգության ծառայության պետը այնպիսի պաշտոն է, որ չի կարելի հենց ամիսը մեկ ուղղակի պաշտոնի փոփոխություն կատարել, որտեղ տիրապետում են պետական գաղտնիքներին եւ շատ բաների չի կարելի օրը մեջ փոփոխություն անել, իսկ ինչ մնում է Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չի, Նիկոլ Փաշինյանը ընտրվել է պետական լծակների հաշվին, այն էլ ոչ մեծամասնություն, 50%-ից ավել ձայն չունի,
հետևաբար նա չուներ նաև այն մեծամասնությունը, որ կարողանար բարձր պաշտոնների նշանակել նաև ուժային կառույցներում, եւ այդ ձայնը գողացավ ընդդիմության մի թևից, որ կարողանա գոնե դա կարողանա անել եւ ուժային կառույցներով պահել իր իշխանությունը։ Բայց նույնիսկ եթե այդպես է 700,000-ից ավելի ձայն է հավաքել։ Տեսեք, ես ներկայացրեցի այդ 700,000 ձայնը, ինչպես է տեղի ունեցել։ Պետական ամբողջ լծակների միջոցով մարդկանց աշխատանքներից ստիպելով, որ կազատենք ու դրանից հետո տեսել եք հայացքների ասեմ վարույթներ ինչի չկա, որովհետև իշխանությունը ինքն է, հետևաբար ես չեմ կարծում իշխանությունը ինքը իրեն պիտի ձեռնարկալի ընտրախախտումներ անելու համար։ Օրինակ կարող եմ վերել ընտրություններին վերջերս միջևես ընտրություններն էր, էլի ուսուցիչներին փորձել էին տանել իրենց քարոզարշավներին։ Այդ վիդեոները կային, ապացույցները կային, բայց ինձ կրծանախանը ասում էր փաստեր չկա։ Դա ընտրակեղծիք է, թե ոչ։ Շնորհակալություն։